Մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ 8 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերից խորհրդարան կանցնեն իր առաջնորդած Հայաստան դաշինքը եւ միլիարդատեր գործարար այժմ անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը։ Ընդ որում Քոչարյանի համոզմամբ այս երկու ընդդիմադիր ուժերը հավակնում են միասին ավելի շատ ձայն ստանալ խորհրդարանում, քան Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը։ Ձեր շանսերը դուք ինչպես եք գնահատում մի քանի ամսից կայանալիք ընտրություններում։ Չեմ ուզում տոկոսների բանի, սենց ասեմ, բոլոր համենանդեպս սոցիոլոգիայով մի քիչ վերեմ ներքև, այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան։ Բավական, սենց ասեմ, շատ չեն զիջում ԿՊ-ին, բավական փոքր սենց մարժայով է ԿՊ-ն դեռ առաջ։ Բայց միասին այդ երկու միավորը արդեն շեշտակի ավել են, քան Մեկը դուք եք, մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը։ Կլինի երրորդ, ես շատ կուզենամ, որ նաև լինի երրորդ։ Երկրորդ նախագահի կարծիքով այսօր Փաշինյանին պարտության մատնելու շանսերը ավելի մեծ են, քան 2021-ին, քանի որ նախորդ ընտրությունների համեմատ մարդկանց տրամադրությունները փոխվել են, բոլորովին այլ վիճակ է։ Իմ տպավորությամբ եւ այն սոցիոլոգիան, որ այսօր կա, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը ձգտում է 0-ի։ Եթե սխալներ չգործենք։ Փորձելով հիմնավորել պնդումը, Քոչարյանը նշում է, որ 2021-ի նախընտրական բոլոր խոստումները Փաշինյանը ձախողել է եւ նրա նախկին կարգախոսներն այսօր այլևս չեն աշխատելու։ Տվյալ դեպքում վարչապետը խոստացել է ժողովրդավարություն, բայց սրբազաններին ու Սամվել Կարապետյանին բանտարկելով այլևս չի կարող խոսել ժողովրդավարական արժեքներից։ Խոստացել է սոցիալական արդարություն, սակայն աղքատության ցուցանիշները չեն փոխվել։ Խոստացել է Ղարաբաղը պահել, Շուշին ու Հադրութն էլ դեօկուպացնել, սակայն Արցախն ամբողջությամբ հայաթափված է։ Հիմա արդյոք մեր ժողովուրդը պատրաստ է ամբողջությամբ, ասենց ամբողջ փաթեթային ձախողում ունեցող մարդու նոր ընտրել։ Կարծում եմ այնուամենայնիվ, ասենց ինչ որ բան փոխվել է նաև տրամադրությունների մեջ։ Եվ այդ տեսանկյունից ես շատ ավելի լավատես եմ հիմա։ 21 թվին այդպես չէր, այդ լավատեսությունը չկար։ Ընդդիմադիր Հայաստան դաշինքի առաջնորդի համոզմամբ Փաշինյանը, որ բերել է պատերազմ եւ հազարավոր զոհերով ծնել է իր խաղաղության օրակարգը, 2026-ի ընտրություններում փորձելու է հաղթաթուղթ դարձնել հենց խաղաղությունը։ Բայց Քոչարյանի խոսքով ընդդիմության խնդիրն է ցույց տալ հանրությանը, որ իրականում Ադրբեջանի հետ խոստացած խաղաղությունն էլ չկա, կա ընդամենը զինադադար, որը կախված է մեկ մարդու քմահաճույքից։ Ալիևի տրամադրությունից է կախված այդ խաղաղությունը, որովհետեւ այդ փաստաթղթերում եւ ընդհանրապես որևէ տեղ չկան որևէ երաշխիքներ, չկան երաշխավորներ, չկան մեխանիզմներ, թե խախտելու դեպքում ինչ է կատարվում։ Թե ինչ ֆորմատով երկրորդ նախագահի թիմը կմասնակցի 2026-ի ընտրություններին, Ռոբերտ Քոչարյանն ասում է, թե հարցը դեռ որոշված չէ, քննարկում էլ չի եղել։ Ֆորմատի վերաբերյալ որոշումները կլինեն հունվար-փետրվար ամիսներին։ Ավելի շուտ նախընտրական պրոցեսների մեջ մտնելը Քոչարյանը ճիշտ չի համարում։ Ով է գլխավորելու ցուցակը կախված է հետևյալից, ով կունենա առավելագույն շանսեր սոցիոլոգիայի համաձայն։ Սա էլ է։ 2026-ի ընտրություններին առնչվող հարցերին պատասխանելուց առաջ շուրջ 3 ժամ տևած ասուլիսը Ռոբերտ Քոչարյանը սկսեց Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերի քննադատությամբ։ Քոչարյանը մեծ էկրանին պատկերված քարտեզի վրա փորձում էր ցույց տալ, որ Թրամփի ուղին ձեռնտու է միայն ԱՄՆ-ին եւ Ադրբեջանին, քանի որ ԱՄՆ-ն ստացել է տրանզիտային նշանակության այդ ճանապարհի, ինչպես նաեւ Իրանի հետ սահմանը վերահսկելու հնարավորություն։ Ալիևն էլ իր հերթին ստացել է միջանցքի իրավունք։ Հիմա ինչ է ստացել Հայաստանը։ 0, միայն խնդիրներ։ Եվ վերջապես ինչ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Ստացել է մեկ նկար նախագահ Տրամփի ստորագրությամբ եւ ստացել է իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Քոչարյանի համոզմամբ թրիփը կարող է շահավետ լինել Հայաստանի համար, եթե Երասխ Ջուլֆա Իրան երկաթուղին սկսի աշխատել։ Այդ դեպքում Երևանը երկաթուղային կապ կստանա Իրանի հետ, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով ելք կունենա դեպի Ռուսաստան։ Եթե այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ պրոյեկտը անիմաստ եւ վտանգավոր պրոյեկտ է Հայաստանի Հանրապետության համար։
Ըստ Քոչարյանի, եթե Բաքուն որոշի, որ չի ուզում երկաթգիծը կառուցել մինչև Հայաստանի սահման, որով հնարավորություն կստեղծվի դուրս գալ դեպի Իրան եւ Ռուսաստան, ապա ամերիկյան կողմը որևէ լծակ չունի ստիպելու Ադրբեջանին անել դա։ Հետևաբար, ըստ Քոչարյանի, պետք էր ամեն ինչ անել, որպեսզի Թրիփը ներառեր ոչ թե Հայաստանի տարածքով անցնող 42 կիլոմետրանոց հատվածը, այլ շատ ավելի երկար ճանապարհ։ Պարոն Քոչարյան, դուք ձեր խոսքում ասացիք, որ այդ ճանապարհը միջանցքը վերահսկվելու է Միացյալ Նահանգների կողմից։ Ազատությունը հարց ուղեց երկրորդ նախագահին, թե ինչու է պնդում, որ ԱՄՆ-ն է վերահսկելու այդ ճանապարհը, քանի որ համաձայն ստորագրված փաստաթղթերի պետք է հարգվի երկրների տարածքային ամբողջականությունն ու իրավազորության սկզբունքները։ Եվ բացի այդ, ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Հայաստանը Բաքվին անխոչնդոտ ճանապարհ տրամադրելով պետք է ստանա փոխադարձ առավելություններով միջազգային ու ներպետական հաղորդակցություն։ Դուք շարունակում եք հավատալ այն ամեն ինչին, ինչի մասին խոսում են Նիկոլ Փաշինյանը, ոչ ստում են։ Նայեք, հենց այդ ստորագրած փաստաթղթով տարբերվում է, առանձնացվում է այդ ճանապարհը։ Սա ինչ որ բան մեզ հուշում է, թե չի հուշում։ Սա հուշում է հետևյալը, որ այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը տարբեր է լինելու մյուս ճանապարհներից։